Գիտեք, նա չի, ինչ ես դու այսօր տեսնում ճշմարտությունը, նա չի, ինչ ես դու այսօր լսում, ինչ են քեզ ասում, կամ ինչն է այսօր գոռում բարձր, կամ միգուցե սարսափեցնում, հասկանում եք, մենք իրավունք չունենք, վախենք, մենք իրավունք չունենք, նայենք աշխարհի աչքերով, մենք պետք է նայենք Աստծո խոսքին, այո, ոչ թե երևույթով մեզ պետք է ապրել, այլ հավատքով, հա? Երևույթը չի, հավատքն է ճշմարտությունը, հավատքն է կպնում Աստծո խոսքին, դրա համար, գիտես ինչ կտեսնես կլսես, չես լսի կապ չունի ու հարցը չի վերաբերվում միայն այս օրերի մեջ, հավատա Աստծո խոստմունքին, որտեղ Աստծո խոսքը երբեք մինչև այսօր եւ հավիտյան սուտ չի լինելու, ամեն, փառք Աստծուն, ամեն, փառք Աստծուն, այսօր մի խոսք ունեմ, որը շատ վաղուց է սրտումս, մի փոքր, չգիտեմ, արդեն չեմ հիշում, որտեղ եմ մի քանի րոպե սրա մասին խոսել, բայց ուզում եմ հիմա էլ խոսեմ դրա մասին եւ ասեմ թանկագիններ, Աստված հրաշալի է, Աստծո գործերը զարմանալի են, Աստված հրաշագործ է, անփոփոխ է, ինքը գործ ունի իմ ու քո հետ, ամեն, ամեն, եւ լավ, ասեմ վերնագիրը, ընթացք փոխող հանդիպումներ, ընթացք, կարելի ասել որոշումներ, չէ, որովհետև մեր որոշումներն են ձևավորում մեր ընթացքն էլ հետո կառուցում է մեր կյանքը, կամ կարելի է այդպես ասել, կյանքեր փոխող հանդիպումներ կամ ընթացք փոխող, ու գիտեք Աստվածաշունչը լի է նման պատմություններով, Աստվածաշունչը առատ է նման պատմություններով ու եթե վերցնես սկզբից Ադամն էր, չէ, որպես մարդ, ու եթե Ադամի կյանքն էլ ուսումնասիրես, հետո Ադամի սերունդները մինչև մեր օրերը, ու այսօր հարցը, գիտես, մենք այսօր հետ ենք նայելու մարդկանց օրինակին, բայց գիտես, այսօր մեր ժամանակն է, ամեն, այսօր մեր ժամանակն է, այսա իմ ժամանակն է, Այնքան հեշտ է հետ գնալ Աբրահամի ժամանակները, այնքան հեշտ է գնալ ինչ-որ մի հատ հերոսի ժամանակները, բայց այսօր մեր ժամանակն է, իմ ու քո ժամանակն է, ամեն, ու մենք խոսք ունենք Աստծուց, մենք խոստմունք ունենք Աստծուց, այս գիտեք տարվա սկզբից հռչակվել է, որ մեր կյանքի խոսք եկեղեցիները, մեր Հայաստանի հայկական, մենք հռչակել ենք արթնության ժամանակաշրջան, զարթոնքի ժամանակաշրջան եւ արթնանում ենք ես ու դու ու արթնացնում ենք մեր ազգը։ Զարթոնք, այսինքն վերածնունդ, արթնություն։ Ինչպես, եթե եկեղեցին չարթնանա, եթե ես ու դու չսկսենք ավելի լավ տեսնել Աստծուն, ավելի խորը տեսնել Աստծո սիրտը, ավելի մոտիկից տեսնել Աստծո ցանկությունները։ Ու մենք պետք է տեսնենք, մենք պարտավոր ենք տեսնենք, ինչ կա Աստծո սրտի մեջ, դա մեզ արթնություն է տալիս, Աստծո խոսքը գրված է, որ Տիրոջ խոսքը ինչ է տալիս, լուսավորում է, խավարը, պարզացնում է, պարզություն է բերում մտքին, ամեն, դրա համար մենք պետք է արթնանանք Տիրոջով, հոգևոր արթնություն, ամեն, Եվ խմբակներ, ովքեր որ եղել են, մենք այս շաբաթ խոսացել ենք արթնության մասին, խոսացել ենք այն բաների վրա, որ ինչ մենք պետք է անենք, որ գիտես չի կարող լինել քրիստոնյա, եթե ինքը չի աղոթքի մարդ չի կարող լինել մարդը կենդանի, եթե ինքը շնչառություն չունի, եւ այդ խոսքից մեկն էր, որ աղոթքը պետք է դառնա մեր համար շնչառություն, Աստծո խոսքը պետք է լինի գերագույն հեղինակություն, ոչ թե որ դա կա ու լինելու է ու անխախտ, այլ ինձ եւ քեզ համար, Աստծո խոսքը պետք է լինի միակ բացարձակ հեղինակությունը, ամեն, մեր սրտերը պետք է վառվեն, եւ այդ խոսքերից մեկն էր, որ վառել մարած սրտերը, Իսկ սատանան ասում է մարել վառած սրտերը։ Ու շատ բաներ, ընտանիքների վերականգնումը, ավետարանի տարածումը, կոչումն ու կանչը, որ դու ունես Աստծուց, քո խոստմունքների իրականացումը Աստծուց, ամեն, հրաշքները, նշանները, դրանք անբաժան պետք է լինեն։
Փառք Աստծուն, դուք լսեցիք մի հրաշք, մյուս անգամ մեկը, անցած անգամ մի քանի, բայց գիտես ինչ, դա լիքը պետք է լինի։ Ու հենց քո կյանքում պետք է լինի։ Ասա հենց իմ կյանքում պետք է լինի։ Երբ դե տարին մի անգամ լինի լավ է։ Ես ինձ հոգևոր զգամ։ Միշտ, երբ դրա կարիքը կա։ Միշտ։ Ամեն։ Հարթնանանք, թափտանք մեզ։ Ամեն։ Ինչպես։ Միայն Տիրոջը մոտենալով։ Ամեն։ Ասում է զորությունների Աստված չի քնում, չի ննջում։ Ամեն։ Նա թարմության Աստված է։ Եվ ես այդտեղ բաներ ունեմ, մարդկանց օրինակներ ունեմ, ու ուզում եմ իհարկե չեմ բացի այդ տեղերը կարդամ, բայց գիտես կգնաս, կուսումնասիրես ու կտեսնես, որ ամեն մեկի կյանքում յուրահատուկ կերպով Աստված գործեց, հայտնվեց, ու հայտնվեց գիտես երբ որ ինչ-որ մեկի կյանքում կրիտիկական իրավիճակ էր, մեկի կյանքում կոտրված պահեր էին, մեկի կյանքում վտանգներ ու մահվան սպառնալիք էր, մեկի կյանքում անորոշություններ, խառնաշփոթեր, հիասթափություններ, կա երբևէ այստեղ մարդ կա, որ նման բաներ եղել է, էլի սենց թեթև հիշում ես, որ երբևէ սենց քո կյանքում էլ է տենց բաներ եղել, հա, եղել է, չէ, սենց պուջուր, ուրեմն քո համար է այս խոսքը, իմ համար է, այսօր էլ, եթե լսել եք բան, սենց, վայ, բա ինչ ալնելու, բա ոնց ալնելու, վայ, հլը ես, հլը են, չէ, ու սենց մի մասը տագնապած է, ժողովրդի մասին, մեր մասին է խոսքը, հավատացյալներից, մի մասը հիասթափված է, մի մասը, չգիտեմ, չարացած է, ու շատ լավ ժամանակ է, հիմա, ու միշտ է լավ ժամանակ, Աստծո գործելու համար, Աստված չի նայում եղանակային իրավիճակներին, Աստված չի նայում բարենպաստ է, անբարենպաստ է, Աստված նայում է կա մեկը, ով որ կգա իր առաջ, ով որ կհավատա իր ասածին, ու դու եղի այսօր այդ մարդը, ամեն, ասա ես եմ այդ մարդը, հավատացիր քո ասածին, հաստատ, շատ լավ է, ուրեմն ես էլ եմ հավատում, գիտեք 15-րդ գլուխը ծննդոց ես հասցնելու եմ, ամեն, 15-րդ գլուխը ծննդոց Աբրահամի մասին է, որտեղ որ իրա, գիտես որ իրա ասենց հիասթափությունը, անհավատությունը բացվեց, ինչ առումով բացվեց, դրանից առաջ պատմություն ասում է Ղովտը թողեց գնաց, նա ինչ անշնորհակալի մեկն էր, էլի պատկերացնում եք, Աբրահամի ընկճվածությունը, լսի ես քեզ բերեմ մարդ սարքեմ, Աստված քեզ օրհնի, լսի ոնց դու ինձ թողեցիր գնացիր, հարազատի բաժանում, ինչ որ մոտիկ մարդու, ինչ որ լավ մեղմ եմ ասում, էլի, լավ, ասենց գնալը, եթե չասենք դավաճանությունը, բոլորին է ցավ է տալիս, բայց ինքը այդ բանի մեջ միևնույնն է, գնաց, հաղթեց, եկավ, տեսավ Աստծո ձեռքը, էլի հանձնեց Աստծուն, ասում է, չէ, 10-րդ տվեց, ասեց, ոչ մի բան չեմ վերցնի, որովհետև չասեք, որ Աբրահամին դուք եք հարստացել, այսինքն նորից ասեց, Տեր, ես քեզ եմ երկրպագում, բայց գիտեք, սատանան խոսում էր ու ասեց, հա որ երկրպագում ես, ինչ, մի հատ երեխեն ինչա, որ չի տալիս քեզ Աստված, մի հատ, համե խոստացել է, ախր լավ գոնե խոստացած չլներ, հլը նայի ինչքան տարիներ է անցել, ինչքան էր անցել, կգնաք կհաշվեք, բայց շատ, տասնյակ, և տեղ հայտնվում է Աստված, ասում է Աբրահամ, ես եմ քո Աստվածը, ասես երնեք մի հատ է ինձ գար այդ Աստված, ասեր ես եմ քո Աստվածը, ես մի անգամից կթռնեի, ոտի կանգնեի, սատանային կջարդեի, այսօր քո ժամանակն է, իմ ժամանակն է, ասեց ես եմ քո Աստվածը, ինչ որ խոստացել եմ, անելու եմ, քո վարձքը խիստ շատ է, ինչու, որտև իրան նվիրումն էր Աստծուն, ու հաջորդ շարունակությունը, եթե կարդաք, նայեք, այնքան կուտակված էր, ու լավ է, որ ես հետո օրինակը կբերեմ, մենք պետք է գնանք Աստծու մոտ, ոչ թե միայն ստեղ, այլ մեր տները առանձին պետք է գնանք ու ասենք Աստծուն, այն ինչ որ ստեղ կուտակված է,
որպեսզի պատասխան ստանանք։ Ասում եմ լսի, հա, Աբրահամը ասում է, բա ինչով իմանամ, ո՞նց իմանամ, չէ, մի հատ Զաքարիա կար, հրեշտակապետը կանգնել է առաջ, ասում է, բա ո՞նց իմանամ, որ այս կլինի, ոչինչ, ես մտածում եմ, մենք էլ ունենք տենց հարցեր, կամ ասում ենք, բա ո՞նց կլինի, բա երբ կլինի, Աստված ասում է լսի, ու ուխտ են անում այդտեղ, գիտես ուխտը, ինքը շատ լուրջ բան է, երբ որ Աստծո ու մարդու միջև, այդ ժամանակ Աբրահամի միջև ասեց գնա, դե լավ, գնա բեր ես քեզ կապացուցեմ, գնա բեր ես քեզ կհաստատեմ ևս մեկ անգամ, դա խոսում է, որ Աստծո, հետո խոսում է, որ Աստծո կրակը իջավ, ամեն, ու այդ կրակը իմ քո վրա պետք է իջնի, իմ ու քո Աստծո հետ փոխհարաբերության վրա պետք է այդ կրակը իջնի, ու գիտեք, դրանից հետո էլ դու տրտունջ չես տեսնում Աբրահամի շուրթերի վրա, դրանից հետո դու չես տեսնում, այլ դրանից հետո տեսնում ես և Աբրահամը հավատաց Աստծուն, և դա իրեն արդարություն հավատեց, գիտես պետք է մտնել Աբրահամի վերապրումների մեջ, զգացմունքների մեջ, ու նոր հասկանալ ինչ է կատարվում իր հետ, ու վստահել ու հավատալ, գիտես ես չեմ ասում եկեք, որ թերահավատությունը գալիս մեր կյանքի մեջ մի անգամից ասենք, վсё, ինձանից բան դուրս չի գա, դա լավ առիթ է Աստծու մոտ վազելու, ամեն, և տեսնում ենք այդ ուխտը, որտեղ որ Աստված կրակով պատասխանեց ապագա օրերի համար խոսած, ոչ թե Եղիազարը քո ժառանգակիցը կլինի, որ քեզանից դուրս կգա, և երկար տարիների համար խոսած, մեծ խոստմունքներ, որը մենք տեսնում ենք, որ այսօր իրականացվել է, ամեն, Եթե դու ես այդ Աբրահամը այսօր, ուղղակի ուրիշ անունով, միգուցե ժամանակն է գնաս, կանգնես, փնտրես Աստծո երեսը, ասես, Տեր, ես քո առաջ եմ, ես քեզ հանդիպելու կարիք ունեմ, ես քեզանից նորից լսելու կարիք ունեմ, ամեն, կար Հակոբը, գիտես, ուղղակի սենց այդ պահին, երբ որ աղոթել եմ, ում հիշել եմ, իրանց եմ գրել, ոչինչ, դու էլ կհիշես, Հակոբը, Երբ որ վերցրեց Աստծուց աղբորից խաբելով այն ժառանգության բաժինը, փախավ, գնաց, շուստրի տղա էր, կարելի է մեր բառերով ասել, ճարպիկ, հաջողվեց, պատկերացնում ես, մի կնոջ տեղը երկու կին, սերունդներ, լավ ունեցվածք, բայց Աստված ասում է հետ գնա, ու 32-րդ գլուխն է, երբ որ հետ է գնում ու սպառնալիքը գալիս է, որ գիտես աղբերդ գալիս է ու հիմա քո այս տարիների ունեցվածքը զրոյանալու է, հիմա քո տարիների այս ուրախությունը փափագը մի զարկով թշնամին վերացնելու է քեզ, որովհետև դու ինչ-որ խնդիրներ ունես մարդկանց հետ, որովհետև դու ինչ-որ մեկի հետ սխալ ես վարվել, ու գիտեք, լցնում է, գիտեք ընդեղ 32-րդ գլխում, խնդրեմ կկարդակ, ասում է սկսեց մարդկային էլի իր ճարպկությունը, արի ես բաժին ուղարկեմ, ես բաժին ուղարկեմ, սիրտը փափկացնեմ, ես ուղարկեմ, շահեմ, իմաստություն է կարծեմ, բայց գիտես, երբ որ Աստված հանդիպեց իրան, ասեց լսի, հիմա քո շուստրությունը կդնես մի կողմ, ու կսկսես ապավինել ամբողջությամբ ինձ, Այո, այնքան մեծ էր իր տագնապը, խնդրեմ, երբ որ կգնաս աղոթի ու սկսի կարդալ այդ պատմությունը, ես չունեմ ժամանակ երկար խոսալու, կարդա ու տես ինչ էր վերապրում, իր քունը չէր տանում, եղել է, որ անկոն գիշեր ես անցկացրել, եղած կլինի, ինչի, որտև խնդիրը շատ էր մեծ, վախը շատ էր, տագնապը շատ էր, թշնամիդ մեծ էր, կորուստը վախենալու էր, սպառնալիքը կար, Ոսմա հանդիպեց Աստծո հրեշտակին, ոսմա մինչև լույս, Աստծո հետ էր, այդ հրեշտակի հետ էր, աղոթքի մեջ էր, պատերազմի մեջ էր, լսի, երբ որ տագնապ կա, մի գնա ծածկվի, թաքնվի, երբ որ տագնապ կա, գնա Աստծո առաջ, ամեն, սա է ճիշտ տեղը, և հրեշտակը գալիս, ասում արդեն լուսանում էր, և մի կեր, որ պետք է պրծներ Հակոբից,
ասում խփեց Հակոբին ոտքին։ Ինչ է դա խոսում։ Ասեց մինչև չորնես բաց չեմ թողի։ Ինչքան աղոթքներ կա, որ մեր կարիքներից դուրս է եկել ու մենք սկսել ենք աղոթել։ Բայց գիտես հոգնել ենք, փոշմանել ենք, հիասթափվել ենք, ասել ենք դե լավ, դե որ Աստված ուզենա կանի, էլ ինչ կարիք կա իր առաջ փնտրելու, երեսը փնտրելու։ Գիտես առաջինը, որ մեր մեջ Աստծո խոսքը գա, եւ ես ընդգծել եմ 24-ից 28-րդ խոսքերը, դա Աստծո խոսքն էր արդեն Հակոբին։ Վեր կաց։ Ես քեզ մեծ ազգ եմ անելու։ Իմ բառերով եմ ասում, սերունդների հայր եմ անելու։ Օրհնելու եմ քեզ Աբրահամի, Իսահակի, քո հայրերի խոստմունքը քեզ եմ տալու։ Պատկերացնում եք ինչ էր պետք իրան լսել։ Պետք է այսօր ինձ ու քեզ էլ լսել։ Միգուցե բաներ կա լսել ենք, մոռացել ենք կամ թվում է թե տարիները անցել են, դա չի կատարվելու։ Բայց ես ուզում եմ ասեմ, գիտես, գնա Աստված նորովի կկապնի քեզ։ Դրանից հետո, եթե ֆիզիկապես Հակոբի քայլվածք ասում են նա կաղում էր, չգիտեմ, աջ ոտքներ, որտներ, չեմ հիշե դա, որը աչներ, ոչինչ, կարար երկուսին է կաղար, խնդիր չի։ Իրա քայլվածքը փոխվել էր։ Ես ու հոգևոր եմ նայում, իրա հոգևոր ընթացքը փոխվել էր։ Ինքը ամեն անգամ հենվում էր, կան չէ մարդիկ, ովքեր որ դժվարանում են քայլել, ձեռնափայտի են հենվում։ Դա խոսում էր, որ ես Տեր սրանից հետո հենվելու եմ քեզ։ Հենվելու եմ քո խոսքին, հենվելու եմ քո խոստմունքին։ Ճարպկությունով չէ, ոչ ուժով, ոչ զորությամբ, այդ քո հոգով, քո խոսքով եմ առաջնորդվելու։ Քո խոսքը լինելու է ինձ ասպար, զրահ, քո խոսքը լինելու է ինձ հենարան, քո խոսքին եմ հավատելու, թեև գալիս է կործանողը, թեև գալիս է սպառնալիքը։ Պատկերացնում եք, հարազատ մարդկանց միջոցով էր գալիս է սպառնալիքը։ Գնացինք, տեսանք գալիս է աղբերդ քո վրա։ Գոնե ասեր այդ ծառաները ասեին Հակոբ կամ չգիտեմ տիրակալ ինչ էին ասում, բայց մեկը Աստված քո Աստվածն է, մի մոռացի։ Եղի այդ մարդը, ում որ դժվար ժամանակին ոչ թե կասես ոնց կարաս գլուխդ պրծծրա, այլ եղի ասա լսի, իսկ ինչ ասա քեզ քո Աստված, իսկ ինչ խոստմունք ունի Աստված, դրան հավատա, ոչինչ։ Ամեն։ Մովսեսը մենք գիտենք, որ ինքը փրկիչն էր այդ ժամանակվա Իսրայելի։ Ու պատկերացնում եք, երբ որ իր մոտ խառնաշփոթ է լինում, երբ որ նա արդեն ստիպված է փախչելու փարավոնի տնից, որովհետև մարդ էր սպանել, չէ՞։ Փախչում է անապատ։ Ու դու չգիտես ինչքան ժամանակ էր ինքը անապատում, ինչքան ժամանակ ինքը գառնարած էր։ Մեզ եբրայեցիները ասում են Մովսեսը Եգիպտոսի մեծ գանձերը հարստությունը ասում է մի կողմ դրեց, փոխարենը վերցրեց Աստծո խոստմունքները, փոխարենը վերցրեց չարչարվելը, բայց ժառանգի այն ինչ որ Աստված խոսք էր տվել։ Այսինքն կար խոստմունք, բոլոր պատմությունները, բոլոր բաները հիմնվում է կամ մեր առաջընթացը լինելու է բոլոր Աստծո խոստմունքների վրա։ Ամեն։ Սրանք են պատճառը։ Սրանք են պատճառը, բայց սա է նաև պատճառը, որ սատանան հիասթափություն կամ հարձակումներ է բերելու մեր կյանքերի վրա, որ մենք չիրականացնենք, չհավատանք ու չլինի։ Հիմա Մովսեսին կարելի է հասկանալ, երբ որ պատկերացնում ես փարավոնի տանը, նա, չգիտեմ, ուներ իր պատկերացումները հերթական, ինչպես է լինելու, ինչպես է Աստված իրան գործածելու, միգուցե ինքը մտածում էր ինքը փարավոնը կլինի հաջորդ, ու մի հատ հրաման կտա, մի հատ ամնիստիա կանի, դրանից հեշտ բան։ Չէ՞։ Բայց տեսավ, որ փախավ։ Տեսավ, որ իր մեջ ինքը ընտրության առաջ է։ Լավ, անապատում։ Բայց մի հատ լավ տեղ գա, ասում է եւ Մովսեսը, ես Մովսեսին համարում եմ sense տարակուսանք անորոշության մեջ ընկած մարդ, որ սես չի կարողանում հասկանա։ Ու գիտես որն է լավը, որ ասում է մի օր իր հոտը քշեց ուր։ Աստծո սարը։ Որոշեց գնա Աստծո սարը։
Քորեբ, հա, կարծեմ։ Քորեբ սարը ու գրված Աստծո լերը գնաց։ Ինչի մասին է սա խոսում։ Եկեք գնանք Աստծո լերը։ Գնանք Աստծո երեսը, ու Աստված իրան ընթառաջ դուրս եկավ։ Վառվող մորենիով։ Աստված գրավեց իր ուշադրությունը։ Մենք կարող ենք ասել, դե գիտես, Աստված որ ուզի, ինչպես էլ ուզի, կգրավի մեր ուշադրությունը։ Համաձայն եմ, որտեղ Աստված է, բայց մեր մեջ կա այդ փափագը, կա այդ հարցականը, կա ցանկություն պատասխան ստանալու, կա ցանկություն Աստծուն մոտենալու, թե չէ։ Որովհետև օրինակներ կբերեմ, որոնց կողքով որ Աստված անցավ, բայց իրանք անտարբեր եղան տենցել։ Ու դա էր պատճառը, երբ որ նա հանդիպում ունեցավ, եւ այդ հանդիպումը փոխեց Մովսեսի ընթացքը։ Հա? Ինչը? Գառներ էր արածացնում։ Իր ապագան մի կերպ պատկերացրել էր։ Տուն տեղ կդնենք, լավ աներ ունեմ, իմաստուն, լավ կին ունեմ, երեխեք ունեմ, նորմալ է։ Դե ոչինչ, բայց ոչ։ Տեր, դու խոսք ես տվել ինձ։ Դու ասել ես ինձ, ես չեմ ուզել, դու ես ինձ կանչել։ Ու գիտեք, Աստծո խոսքերը, երբ որ մեր սրտում են մնում, նրանք գործ են անում։ Հա, ինչքան կարելի է, ես մի քիչ առաջ եմ ընկնում, այդ Աստծո խոսքերը պահի սրտիդ մեջ, որտեղ իրանք գործուն են։ Իրանք չեն մեռնում, իրանք կենդանի են։ Ամեն։ Հաջորդը Դանիելը լավ տեղավորված, լավ կարիերա ունեցող, չէ՞։ Նախարար, արդեն հաջողված մարդ։ Պատկերացնում ես, ինչ ուներ պակաս։ Ինչ ուներ պակաս։ Ոչ մի բան կարելի ասել այս չափանիշներով։ Ու մի օր կարդում է Աստծո խոսքը, որտեղ գրված է 70 տարիների մասին, որտեղ գրված է Երեմիայի մարգարեությունը, որտեղ գրված է գերության ու այդ գերությունից վերադառնալու մասին։ Կասես, բայց դե լավ էր, ինչ գլուխ ուներ ցավացնելու։ Ու գիտես ինչ է առաջանում, գնում է Աստծո երեսը փնտրելու։ Ու գնում է ու գիտես ինչ ասում, ասում է Տեր, բա երբ ես անելու։ Գնում ու սկսում է աղոթել, գնում ու սկսում է ապաշխարել, գնում ու սկսում է բարեխոսել, նվիրում է իրան Աստծո խոսքին, նվիրում է, որ ու հասկանում ես իր մեջ փափագ է գալիս, ասում է Տեր, այո, սխալ ենք եղել, ես ենք եղել, բայց նայի, քո խոսքն է, դու ասել ես։ Ու գիտեք, ասում է եւ գալիս է Տիրոջ հրեշտակը։ Ամեն։ Ու ասում եմ, ես եկել եմ, որ քեզ իմաստություն տամ, ես խոսքերը հասկացնեմ։ Եկել եմ, որ քեզ ասեմ, մի ուրիշ տեղ ասում է, ով ցանկալի մարդ։ Ես մտածում եմ, Աստված բոլորիս էլ ցանկանում է։ Աստված բոլորիս էլ սպասում է։ Աստված էլ բոլորիս պատասխաններ ուզում է, աղոթքներին պատասխաններ տա։ Ասում է, այն առաջի օրվանից, երբ որ դու սիրտ տվեցիր ինձ, ասում է, ես լսեցի, բա եկեք Տիրոջ խոսքերը տանենք իրա գահի առաջ, եկեք գնանք ու մեզ Հակոբի պես ասենք, չենք թողի մինչև չորնես, չենք գնա մինչև չպատասխանես, ոչ թե, մինչև հրեշտակը չգա, ես ստեղից դուրս չեմ գա, ինչի գա հրեշտակը, մի երկու հատ բմբուլ վերցնենք, ես չգիտեմ բմբուլը որտեղից է ինչա, բմբլոտ են, բմբլոտ չեն հրեշտակները, ահա, դրա համար էլ պետք է տենանք, որ իմանանք բմբուլ ունեն, թե չէ, ոչ, հրեշտակները ծառայողներն են մեզ ծառայելու համար են եկել, իրանք չեն գալիս ուղղակի, որ մեր հետ, ինչ են ասում, այն որ նկարվում են, ֆոտոսեսիա անցկացնեն, իրանք գալիս են հատուկ ուղերձով, նպատակով, ու եթե մի բան ինձ ու քեզ շատ խիստ անհրաժեշտ է իմանալու Աստծուց, իհարկե Աստված է որոշում, հրեշտակ կուղարկի, հրեշտակապետ, տեսիլք, հայտնություն, երազ, նա է որոշում, բայց մեր փափագը բացում է դրան, ու դու տեսնում ես, որ Դանիելը, պատկերացնում եք, եղավ պատճառ Աստծո խոստմունքի իրականացման, իր աղոթքներով, հետո մենք գիտենք Կյուրոս թագավոր, մյուս եղան պատճառ, որ Աստծո խոստմունքը իրականանա, հեթանոսներ, բայց մեկը իր սրտի մեջ դրեց իր ազգի համար,
իր ազգի ապագայի համար ինքը հաջողված էր ամբողջությամբ։ Եկեք այսօր մեր սրտի մեջ դնենք մեր ազգի համար։ Ամեն։ Քո կասես դե իմ ժամանակները արդեն անցնում է, քո սերունդների համար, քո երեխեքի համար, քո համար, որ Աստված գա, պատասխանի ու դու գաս ասես լսեք։ Ես մտածում եմ Դանիելը դրանից հետո ոչ թե միայն գրի առավ, այլ ինքը բոլոր Իսրայելին ինչքան հնարավոր էր խոսած, որ Աստված հավատարիմ է, պատրաստվեք, որովհետև դուրս գալու ժամանակն է։ Հա? Ամեն։ Իսկ կարող ենք մենք համարձակ գնալ ու ասել, լսեք, ձեր դուրս գալու ժամանակն է։ Գերությունից ազատվելու ժամանակն է։ Երբ որ մենք տեսանք գերվածներին, ոչ թե ասենք չի դառնա էլ, ես քաղաք, ես ազգը չի դառնա Աստծուն։ Բայց հրեշտակը երբ որ գա, ասի, լսի, դու ցանկալի ես, ես եկել եմ քեզ բացատրեմ։ Ես եկել եմ քո սիրտը վառեմ, ես եկել եմ քո հասկացողությունը փոխեմ, ես եկել եմ ուրիշ ճանապարհներ գցեմ։ Ու քո ազգի ընթացքը կփոխվի։ Մեր ընթացքը չփոխվեց, մենք ուրիշի ընթացք չենք կարող փոխել։ Ամեն, մենք շատ կարիք ունենք մեր ընթացքը փոխվելու։ Ամեն։ Դրա համար այնքան կարևոր է Աստծո խոսքը կարդանք, այնքան կարևոր է աստվածային բոլոր մարգարեությունները կարդանք։ Ամեն, ու գանք Տիրոջ առաջ ու ասենք, Տեր, դու ես ասել, ճիշտ է, ես չեմ հասկանում, բայց սովորացրա ինձ, բացատրի ինձ։ Ամեն։ Մի հատ Զաքեոս կար, լավ, գնանք մեզ մեկին նոր ուխտից վերցնենք։ Լսել էր Հիսուսի մասին։ Չէ՞։ Լսել էր, բայց մտածում էր ինքը ուր, Հիսուսը ուր։ Միգուցե իր սրտի մեջ հանդիմանություններ եկել, մեղքի զգացողում, հաստատ, միգուցե չէ։ Ասում էր, լսի, այս սուրբ մարդը ու ես, մենք տարբեր բևեռներ ենք։ Ես այնքան մեղք ունեմ, ես այնքան սխալներ եմ արել, ես այնքան վատություն եմ արել։ Դժվար թե Աստված նայի իմ վրա։ Բայց գիտես կար այդ փափագը, կար այդ լսողությունը, որ Զաքեոս լսի շատերին ողորմել է ինքը, շատերին է ողորվել, ու այդ հույս էր առաջացրել Զաքեոսի մոտ, որ միևնույնն է, ես գնալու եմ ու հանդիպեմ, ես ուզում եմ կյանքս փոխվի, որովհետև հոգնել եմ, ես գիտակցում եմ, որ վատ եմ վարվել, բայց ընկել եմ այս սիստեմի մեջ, ընկել եմ այս իշխանության լծակն եմ դարել, վատ բաներ անելու, թեև ինչքան էլ չուզեմ, բայց ես ընկել եմ այս համակարգի մեջ, ես ընկել եմ, չգիտեմ, այս հոսանքի մեջ, տարբեր բաներ, բայց Տեր, ես ուզում եմ հանդիպեմ քո հետ։ Եթե Զաքեոսին տարավ ծառի վրա, ինձ ու քեզ պետք չի ծառի վրա։ Ինձ ու քեզ պետքա ծածուկ սենյակը։ Մեզ պետքա առանձնանալ Աստծո հետ։ Այդ կլինի ծառի վրա, այդ կլինի սարի վրա, ես չգիտեմ, դու ընտրի, բայց առանձնացի։ Ամեն։ Ու մենք տեսնում ենք, որ այդքան ամբողջի մեջ, որտեղ կար այդ փափագը, կարճ Զաքեոսը, այն էլ անարժան Զաքեոսը, այն էլ փնովված Զաքեոսը, հա? Ու Հիսուսը մտածում է, մենք կմտածենք, բայց Հիսուսը չէ։ Հիմա բա որ ես գնամ, այս դավաճանին, Իսրայելի դավաճանն է, չէ՞։ Գնամ, բա որ ես իրան գնամ ձեռք մեկնեմ, բարևեմ, այս ժողովուրդը ինչ կասեն։ Ոնց կընկալեն, չէ, եկեք հեռու մնանք, դիստանցիա պահենք։ Բա որ ասեն դու էլ ես, հա, սրանց պես։ Ասում էին։ Մի մտածի քեզ ինչ կասեն։ Թե դու Զաքեոսն ես, թե Զաքեոսին ձեռք մեկնողն ես, կապ չունի։ Բայց եկեք մոտենանք Աստծուն։ Եկեք փնտրենք։ Ու գիտես, ասում է, Հիսուսը ասեց, գալիս եմ քո տուն։ Կասես, Տեր, բա իմ տուն երբ կգաս, երբ որ հրավիրես։ Հիսուսին։ Ինքը նորովի գա։ Ու պատկերացնում եք, Հիսուսը մտավ։ Զաքեոսը ինչ սպասումներ ուներ։ Ու ինքը սկսեց արագ, որտեվ Աստծո ներկայությունը բերեց իր մեջ փոփոխություն։ Իր կյանքը փոխվեց, իր ընթացքը փոխվեց, իր գործերը փոխվեցին, իր որոշումները փոխվեցին Հիսուսին հանդիպելուց։ Մենք ուզում ենք մեր կյանքերը փոխվի։ Ուզում ենք, չէ՞։ Բայց մենք ունենք բաներ, որ ապրում ենք դրա հետ։
Որոշել ենք, չգիտեմ ինչու, համակերպվենք, համաձայնվենք, համաձայնության կամ հավասարության նշան ենք դրել, ինչու, երբ որ Աստված ուզում է փոխի, ուզում է, ես չգիտեմ, ուզում է փոխի, հանդիպի իրան, այն ժամանակ կտեսնես, հաստատ կփոխի, ամեն, կարճ էր հասակով, բայց մեծ էր փափագով, հիմա որն է կարևոր, այն գնահատականը, որ մենք ենք մեզ տալիս կամ աշխարհը, թե այն փափագը, որ իմ ու քո սրտի մեջ կա, ամեն, այդ փափագը կբերի Աստծուն, ու Աստված կբերի նոր ընթացք մեր կյանքերի մեջ, ամեն, ամեն, հալելույա, փառք Հիսուսին, Գեդեոն, վախկոտ, չէ ասում ենք, Գեդեոն, վախկոտ, ինչի չենք ասում հավատքի մարդ, որովհետև միանգամից վախն է ընկնում աչքի, բայց չերկարացնեմ, երբ որ հրեշտակը Տիրոջ հանդիպեց Գեդեոնին, երբ որ ասեց ով հզոր զորավոր, գիտես Գեդեոնի միջի եղածը լրիվ դուրս եկավ, ունդեղ հրեշտակ ասում Աստված քո հետ, կամ քեզ հետ ասում, լսի, բավոր, Աստված մեր հետ է, հասկանում ես ինքը շատ լավ գիտեր Աստծո մասին, լսած բաներ, պատմություններ անցյալի մեջ, բայց իրանք հալածանքի, թշնամու ճնշումների, բռնաճնշումների զավթումի տանում էր, ամեն օր տանում էին, թաքնված ապրում էր, վախեցած ապրում էր, բայց իրա մեջ հարցեր կային, ու այդ հարցերը դուրս եկան, բավոր Աստված մեր հետ է, բա ուր են Աստծո հրաշքները, Սատանան համոզել էր, որ Աստված երես է թեքել քեզանից, երես է թեքել ձեր ազգից, Իսրայելից, ասում է, բայց ուր են բայն հրաշքները, որ մեր հայրերը մեզ պատմել են, գիտես հայրերի հրաշքները, թող հայրերին մնա, բայց նրանց վկայությունները թող մեր կյանքերի մեջ նոր հրաշքների փափագ բերի, ամեն, մի ուրիշ խոսքերով Գեդեոն ասեց, Տեր, ես հենց հիմա հրաշքի կարիք ունեմ, դե հրաշք արա, եթե դու հրաշագործն ես, ես հիմա հրաշքի կարիք ունեմ, հնարավոր չի ես թշնամիներից պրծնել, ես փոքրն եմ, նվաստն եմ, անարգն եմ, մի խոսքով, եթե դու իմ մոտ ես եկել, դե ուրեմն հարցերիս պատասխան տուր, ասեց գնա ու հաղթի, ու մենք գիտենք, որ գնաց ու հաղթեց, ամեն, ասա ես էլ կհաղթեմ, եթե դու քո հրաշքն ես ուզում, ասա Տեր, լսել եմ այս մարդու, ստեղ, իմ հրաշքը տուր ինձ, ամեն, ինչքան կարանք խոսանք, շատ կարող ենք խոսալ, բայց Հովհաննես 14:23-ը, եկեք ես մի տեղը ես ընթերցեմ, Այստեղ Հիսուս ասում է, Հիսուսը պատասխանեց ասեց, եթե մեկը ինձ սիրում է, իմ խոսքը կպահի, իմ հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք, բնակություն կանենք նրա մոտ, Աստված ուզում է այցելություն անի մեզ, Աստված ուզում է գա մեր կյանքի մեջ, ամեն ժամանակ, կասես դե ինքը իմ մեջ է, ուզում է մի նոր վերապրում, մի նոր այցելություն, մի նոր զորություն, մի նոր թարմություն բերի մեր կյանքի մեջ, ամեն, շատ լավ է, որ մենք ինչ-որ ժամանակ հանդիպում ենք ունեցել, բայց մենք միշտ ինչ-որ նոր հանդիպման կարիք ունենք Աստծո հետ, թարմության կարիք ունենք Աստծո հետ, հավատքի զորություն ստանալու կարիք ունենք Աստծո հետ, ամեն, ու Աստված սպասում է մեզ, որտեղ, քո ծածուկ սենյակում, որն է հանդիպման վայրը, գթի, սարի վրա, ասում աշակերտները ժողովուրդը տուն գնացին, Հիսուսը սարը բարձրացավ, մեր գերազանցիկը ճիշտ էլ միշտ պատասխանում է, սարը բարձրացավ, գնա սարը, բայց հոգնում եմ ախր, գնա սարը, բարձրացի ամեն խնդիրներիդ վրա, բարձրացրի ամեն սխալ ձայների վրա, գնա լսի Աստծո ձայնը, ամեն, իրականում, ինքը խոստանում է, 5 րոպե խոսքի համար, հետո հաղորդության, առակաց
Մի քանի տեղ ուզում եմ կարդամ թանկագիններ։ 23-րդ գլուխը, 29-րդ խոսքը։ Ումն են վայերը, ումն են վույերը, ումն են կռիվները, ումն են տրտունջները։ Կա ստեղ մեկը հեչ վայվույ արած երբևէ, հա։ Իսկ տրտունջ բան տենց եղել է, հա։ Ումն են իզուր ստացված վերքերը, ումն են կարմրոտած աչքերը։ Մի խոսքով, ու 30 ասում են նրանց, որ ուշանում են գինիի մոտ, նրանց, որ գնում են խառնած գինին քննելու։ Էսի որ գինին է, ասում է, օշականի գինին է, հա, օշականի գինին է, լավ գինի է։ Մի հատ պրոբանեմ, տեսնեմ, դուրս եկավ կառնեմ, տեսել եք։ Հետո մյուս գինին, բա էս որ գինին է, էս էլ ոսկե վազինն է, բա էս է Գյումրիինն է, Գյումրին գինին չի մերը 80%-անոց, ես չգիտեմ որտեղինն է, բայց անունը գինի է, իհարկե ավելորդ է մենք հիմա խմիչքի մասին խոսանք, չէ, ալկոհոլի մասին, մենք քահանաներ ենք, քահանաներին վայել չի խմել, և թագավորներին նույնպես, ամեն, բա ինչ գինին է, են աշխարը, որը որ ասում եմ վայ ու վույ է բերում, ցավեր ու վերքեր է բերում, վախեր ու անհանգստություններ է բերում, տրտունջ ու սարսափներ է բերում, գիտես պատճառը ինչն էր, որ գնացել ու ուշացել են, բայց պետք է մոտենային Աստծուն, պրոստը գնացին, չգիտեմ ինչի, ես ուշադրությունը գրավեց ու իրանք սկսեցին զննել, հա, բա էսի ինչի խառնուրդ, հա, բա էսի ինչպես պետք է լինի, բա չգիտեմ, բա էս իրավիճակը ոնց, մի քիչ ֆինանսական խնդիրներ ունեմ, մի քիչ էս ինչ խնդիրներ ունեմ, ու սատանան քեզ կասի ինչը ոնց կլինի։ Մինչև կհարփես դրանով, հետո կսկսի ավելի ցավ, հետո վայ, վույ, տրտունջ, ցավեր, չգիտեմ, կարմրած աչքեր, հոգևոր ընկած վիճակ։ Աստված ասում է, լսի, ես քեզ այնտեղ սպասում եմ, ինչի ուշացար, ինչի մնացիր, ինչի նստեցիր։ Հեսա պատճառը։ Պատճառը դա է, որ անհավես ես, անտրամադիր ես, թե նույնն են երկուսն են։ Կրակ չկա, ձգտում չկա, փափակ չկա, հավատք չկա։ Ինչու՞։ Հավատքը որտեղ ես փնտրում։ Լուրերի մեջ, որտեղ որ ստություն է, սկզբից մինչև վերջ, մենակ ժամանակն է այնտեղ ճիշտ գրում, լուրերի ժամանակն է ճիշտ գրվում, մնացածը սուտ է, հա, ջերմաստիճանն էլ է փոփոխական է, ուրիշ բաների մոտ, ուրիշ, ով որ Աստծո խոսքը չի խոսում, նրա մոտ նստել պետք չի, նրա մոտ Սաղմոս 1 ասեք, սխալ աթոռներ, սխալ շրջապատ, սխալ շուրթեր, մի լսի, սխալ ճանապարհներ կգնաս թե չէ։ Ու հետո շարունակությունը տալիս է ինչ պետք է անենք։ Ծննդոց 30-րդ գլխի 38-րդ խոսքում ու այդ տարածքում մի հետաքրքիր հրաշքի մասին է խոսվում, որ Հակոբը ասում է, բերեց և փայտեր վերցրեց ու սկսեց կեղևները տեղ-տեղ հանել։ Եվ ասում է, որ գառները, ոչխարները, լավ, եկան ջուր խմելու, այդ ջուր խմելու ժամանակն էր իրանց աչքերի առաջ էր դրած։ Ասում է, այդ ջուր խմելու ժամանակ նրանք բեղմնավորվում էին։ Եվ այն ինչ որ իրանց աչքերի առաջ կար, նման գառներ էին ծնում։ Այնքան ուժեղը, մենք, որպես գառներ Տիրոջ, պետք է գնանք Տիրոջ տեսիլքների մոտ և Սուրբ Հոգուց, այո, բեղմնավորվենք, հղիանանք, լցվենք։ Մենք պետք է գնանք ու մեր աչքերի առաջ ճիշտ տեսիլքները դնենք և Սուրբ Հոգին կգա մեր վրա։ Երբ որ մենք կբեղմնավորվենք, ինչպես կինն է բեղմնավորվում, հետո հղիանում,
ինքը ծնելու է այդ սերմը, ինչով որ հղիացել է։ Բայց ով որ սխալ հղիություն ու սխալ բեղմնավորություն է, որտեղ նույն կերպ մենք կարող ենք աշխարհի տեսիլքները դնել։ Սատանայի տեսիլքները դնել, վախի տեսիլքները դնել մեր աչքերի առաջ, ձախողման ու հիասթափության տեսիլքները դնենք, այնտեղ էլ աշխարհով կբեղմնավորվենք։ Բայց պետք չէր մեզ աշխարհով։ Ու հետո արդյունքը ծննդաբերությունն է։ Ամեն։ Այնքան ուժեղ էր, որ այս տեղը հիշեցի, կարդացի։ Գիտես, քամիներ շատ կգան, փոթորիկներ շատ կլինեն, արգելքներ, խոչընդոտներ շատ կլինեն մեզ շեղելու։ Կարող է, տեսել եք, չէ՞ քամի, որ դու չես ուզում, բայց ինքը քեզ տանում է։ Միայն Տիրոջ այցելությունը մեզ կարա տանի իրանց ճանապարհով, կարա տանի նոր ճանապարհով, ուրիշ ճանապարհով։ Ամեն։ Որ ինքն է ուզում։ Դրա համար եկեք Տիրոջ այցելությունը վերապրենք։ Ամեն։ Գիտեք, Նեհեմիան մարդկանցից մեկ էր, ոնց որ Դանիելը։ Նեհեմիան մի մարդ էր, ով որ մի բանի մասին լսեց ու իրան շատ կպավ, շատ նեղություն պատճառեց ու գնաց էլի Դանիելի պես աղոթելու։ Ու ինքը չէր էլ պատկերացնում, բայց Աստված իրան դրեց, որ մի պատմություն փոխի։ Իրան դրեց, որ մի մարգարեություն կատարի, գնա Երուսաղեմի քանդված պարիսպները շինի։ Կարող է դու ես ինչ-որ մեկի Նեհեմիան, հա? Ում անունն է Նտարով, իրանց ավելի մոտ է, կատակ եմ անում։ Միգուցե դու ես հենց այդ Նեհեմիան, որ կկանգնես և թագավորը քեզ շնորհք կանի։ Երբ որ դու համարձակ գնաս և կասես, գիտես, այս գործն է պետք անելու։ Երբ որ կգնաս ու Աստված կլցնի կշրջապատի քեզ մարդկանցով, որ գնաք, դարձնի առաջնորդ։ Ամեն։ Իսկ ինչ ես դու անում, ինչ եմ ես անում, այս մենք հարցը մեզ պետք է տանք։ Ինչ ենք մենք անում, երբ որ մի իրավիճակ ենք տեսնում, մի բանի մասին լուր ենք լսում, ինչ ենք անում։ Եկեք վարվենք ինչպես Դանիել, եկեք վարվենք ինչպես Նեհեմիան, եկեք ասենք բաց չենք թողի մինչև չորնես Տեր Աստված, մինչև չհայտնես, մինչև խոսքդ չուղարկես, մինչև Իսահակից չտաս։ Ամեն։ Մինչև ես էլ չսկսեմ, ինչ էր, բիծավոր խայտախառիվ ծնել, մինչև քո մարգարեությունները, խոստմունքները չծնեմ, մինչև կյանքիս մեջ դա շոշափելի չլինի, ես չեմ հրաժարվի։ Մեր ընթացքը պետք է փոխվի։ Ամեն անգամ նորոգվի։ Ամեն։ Աստծո խոսքը ասում է արդարի ճանապարհը գնալով լուսավորվելու է։ Ամեն։ Լսեք, ինչի Ղովտը անհաջողություն կրեց։ Ինչու։ Ինչու։ Միթե Աստված չասեց Սարը գնա։ Ասեց, չէ՞։ Ինչի։ Ինչի Սարը չգնաց, հետո գնաց, որտեղ էլ Աստված չկար։ Դրա համար, գիտեք, երբ որ զգում ես քո մեջ մղում, երբ որ զգում ես այդ ցանկությունը, որտեղ Սուրբ Հոգին բերում է այդ, մի մերժիր, հիշի Ղովտին։ Ես մտածում եմ Աստված բան ուներ վսյոտիկի իրան խոսալու, վերականգնելու, նորից հաստատելու, բան ուներ իրան ասելու, որտեղ իր համար աղոթել էր իր անկերը, բարեխոսել էին իր համար։ Հա, կա տես բան, թե չկա։ Ինչու Եսավին հեշտ եղավ իր անդրանիկությունը մի ամանով փոխանակել, ինչու թանկագիններս։ Հետո ասում է զղջաց, ինչու էր իր անդրանիկությունը, ինչի այդ պահին իր կարիքը անդրանիկությունից վեր դասվեց, որովհետև գիտես իր ուշք ու միտքը միգուցե օտար կանայք էին, օտար ազգերն էին, ամեն օր ուրիշ ալիք էր միացնում նայում, փոխանակը, որ իր անդրանիկությունը պետքա պահեր, իր համար պետքա ճիշտ տեսիլք ունենար, ասեր ոնց թե անդրանիկությունը ստամ քեզ, Հակոբ, մի րոպե, զենքերս կտամ, որս կտամ քեզ, խոստանում եմ վաղը ես անել, ինչ ես խոսում, ինչ անդրանիկություն։ Չէ Տեր,
օրնի տունս տեղս ոչ մի բան էլ մի չէ, ես հազիվ էլի սենց հազիվ ընկել եմ իմ մոր փորի մեջ են, որ ասում են։ Հազիվ հանգստացել եմ, խախանդվել եմ, ամեն ինչ լավ է, կիսուրս լավ է, կեսրարս լավ է եւ այլն։ Լավ է էլի։ Էլ ինչ կարիք կա։ Թե կա։ Գիտեք, մի մարդ կար Պետրոսի թիմից։ Ու ես մտածում եմ, այդ թիմի մեջ մտնելը, լինելը, երևի այդքան հեշտ չի։ Այն էլ Պետրոսի պես մարդը առաքյալը, որ ում կվերցներ իր թիմի մեջ։ Ուժեղ մարդկանց, կոչումով մարդկանց, համաձայն եք։ Պարգևներով լցված մարդկանց, կամ էլ ինքը կամ Պողոսի բարձրացրած մարդիկ ինչպեսին պետք է լինեին։ Հաստատ, չէ՞։ Հաստատ ինքը չէր համաձայնվի մեկը թույլ տկար, վայ-վույ, տրտունջ, վախես ինչ ես, վախեն ինչ ես, կասեր դավայ տուն, ոնց որ ինչ-որ մեկին մի ժամանակ ասեց։ Բայց եկել է մի թղթի մեջ գրումը, Դեմասը աշխարհը սիրեց։ Պողոս լավ քարոզ չէր տվել, շատ լավ է տվել էր։ Ինքը իր կյանքով էր օրինակ ցույց տվել։ Ինքը իր կյանքով էր ապացուցել իր թիմակիցներին Աստծո մասին, հրաշքի մասին, նվիրման, ով որ Պողոս ինչքան կարար խոսար։ Դեմաս որտեղ է իր ծածուկ սենյակը։ Ծածուկ սենյակիդ մեջ ինչ է իր անում։ Ծածուկ սենյակիդ մեջ ինչ է իր դրե աչքիդ առաջ, որ մի օր այդ հղիությունը քեզ աշխարհ տարավ։ Ասում աշխարհը սիրեց, աշխարհը մի վայրկյանում չեն սիրում։ Ո՞վ է այսօր մեղքը սիրում։ Ոչ մեկ։ Բա ոնց եղավ, որ հետո սկսում է սիրել։ Դեռ կամած։ Այն ինչ որ պետքա լիներ իր աչքերի առաջ, որ պետքա գնային, միգուցե բոլորը գնում էին աղոտ կանելու ծածուկ սենյակում։ Դեմասը, չգիտեմ, TikTok էր թերթում, սխալ ընկերներ ուներ, սխալ լրատվություն էր կարդում կամ լսում, որը որ ասաց լսի, դու արդեն փրկված ես եւ վերջ, ապրի, որտեվ քեզ Տերը արդեն ընտրել է։ Բայց ես մտածում եմ, որ Պողոսի տված գնահատականը ուղղակի իր սրտի sense բանից չէր, sense որ գիտես, ոյ սրան տեսեք ինչ արեց, ինքը ցավով գրում է աշխարհը սիրեց Դեմասը։ Այս ինչ տեղը գնաց, այն ինչ տեղը գնաց։ Նաև խոսում են մարդկանց մասին, որ հավատարիմ մնացին իրեն, մինչև մահ։ Գիտեք, եկեք բարձրանանք ու մենք հաղորդություն ենք ընդունելու։ Հիսուսը ասեց ամեն անգամ առաջի Կորինթացիների 11-րդ գլխի 23-րդ խոսքից, ասում է ամեն անգամ, երբ որ սա կանեք, հիշեք, իմ հիշատակի համար արեք։ Մենք հիշելու բաներ ունենք միշտ, ոչ թե միայն այսօր։ Հա? Իմ մահը պատմեք։ Որտեվ այդ մահը կյանք տվեց նոր բաների։ Հիսուսի մահը ծնունդ տվեց նոր բաների։ Հիսուսի մահը ծնունդ է տալու քո կյանքի մեջ նոր բաների։ Երբ որ դու դնես ու հիշես, երբ որ վերցնես ու հիշես, երբ որ գնաս տունը դու հիշես, ինչու համար Հիսուսը մահացավ։ Որն էր, եթե նա չմահանար, ինչ չէր լինի իմ կյանքի մեջ։ Ինչու էր դա մահը, դա ուղղակի մահ չէր, հիվանդության, ծերության, պատահական, չգիտեմ, դժբախտ պատահար, դա մահ էր գիտակցված, որ դու կյանք ունենաս, որ դու ավելին ունենաս, որ դու զորավոր լինես, որ դու հաջողակ լինես, դա պետքա կտակ գրողը մահանար, որ դա ազդեր կտակ ստացողի վրա։ Ասա ես եմ կտակ ստացողը։ Ամեն։ Այդ մահը խոսում է, որ դու լիարժեք Տեր ես։ Դու լիիրավ Տերն ես, Աստծո կտակի։ Փրկության, առողջ լինելու, հաջողակ լինելու, գերազանց լինելու։ Ամեն։ Հետո սիրով լցված, ներողամիտ լինելու, Աստծո հոգու զորությամբ ծառայելու, ապրելու, Քրիստոսին փառավորելու, սատանայի գործերը քանդելու։ Մենք ժառանգորդն ենք։ Տիրոջ կտակը, իմ հարստությունը քեզ է պատկանում։
Իմ արքայությունը քեզ է պատկանում։ Իմ երեսը քեզ է պատկանում, ասում է Աստված։ Իմ ներկայության մեջ, իմ ներկայությունը քեզ է պատկանում։ Արի ու ընկի իմ ներկայության մեջ, արի ու փնտրի իմ երեսը, արի ու քո հրաշքը վերցրա, քեզ է պատկանում։ Կարող ենք այս ընդունելուց ասենք։ Կարող ենք հիշել Հիսուսի մահը ու մեր բաժինը։ Ամեն։ Մտածում եմ աշխարհում մարդիկ կան, որ լավ տատի, պապի կամ սենց արդեն ծերացած, լավ ունեցվածքով, ասում են, դες երիք հայելի դե գնա, շուտ գնա, որ այդ բաժինը հասնի վեզ, շուտ, վերցնենք, շոշապենք, օգտագործենք, վայելենք, գնա էլի, չկա դες բան, դե մեր մասին չի խոսքը, աշխարհում, լսեք գնացել է Հիսուսը, ավելի շատ հավատում ենք տատի պապի թողած ժառանգությանը, ով որ կրիշը չիրա թող է, չմոռանաք փչանա, այս կհանեք իհարկե, քանց թե Հիսուսի տվածին, Տերը օրհնի բոլորիդ, Տեր մենք շնորհակալ ենք քեզանից, այո որ քո մահը կյանք տվեց մեզ, քո մահը ժառանգության փոխանցվելու պատճառ եղավ, բարձրացեք, որ քո մահով մեզ եղած բոլոր խոստմունքները իրականացան, ու դու կարաս ասես, ես բժշկվեցի, ես ազատագրվեցի, ես օրհնվեցի, ես լավ ամուսին ունեցա, ես լավ կին ունեցա, ես օրհնված երեխեք ունեմ, կամ ունենալու եմ, ամեն, ես քոնն եմ, ու դու իմ Աստվածն ես, շնորհակալ ենք, որ քո գիրկը բաց է, քո ներկայությունը բաց է, քո սուրբ գահի առաջ տանող ճանապարհը բաց է, որ դու ծածուկ սենյակում սպասում ես ինձ, երբ կգամ ու քո առաջ կդատարկեմ իմ սիրտը, երբ կգամ ու դու կգրկես ինձ, եթե մխիթարության կարիք ունեմ կմխիթարես, զորացնելու կզորացնես, խրատելու կհանդիմանես ու հոգուս աչքերը կլուսավորես, ես ավելի պարզ տեսնեմ, կնորոգես իմ սիրտը քո սրտի համեմատ, ուժ կարողություն կտաս ներելու, քո նմանը լինելու, միշտ ուրախ լինելու, հավատքի մարդ լինելու, սատանայի գործերը քանդելու, Հակոբի պես համար ճեղքելու եւ անցնելու, Աբրահամի պես հավատալու եւ սերունդների ժառանգությունը տեսնելու, ամեն տեսակի գայթակղություններից հրաժարվելու եւ վերջապես ասելու, որ Տեր դու կենթանի ես, իրական ես։ Մենք օրհնում ենք քո անունը, Տեր, օրհնում ենք այս հացը, այս գինին, որ քո խորհուրդն է, քո կյանքի խորհուրդն է, Տեր իմ Աստված։ Ու երբ որ Տեր մենք կվերցնենք, կընդունենք, մենք հավատքով ընդունում ենք քեզ, քո լիությունը, քո ներկայությունը։ Ու Տեր, մենք հավատում ենք, որ եւ կգանք ծածուկ սենյակները քո երեսը փնտրելու, դու կհայտնվես, Տեր։ Դու ավելին կհարցակվես մեր վրա, դու կկրկես, կհամբուրես, Տեր իմ Աստված կսիրես, կջերմացնես, կզորացնես, ամեն մեկից Տեր, կհիշացնես գալիքները եւ կմաքրես մեզանից ամեն աղտեղություն, կհեռացնես ավելորդը, սխալը եւ ճիշտ սերմերով մեզ կհղիացնես, որը ճիշտ արդյունքներ կբերի։ Մենք քո Գեդեոններն ենք, Ղևիներն ենք, Աբրահամներն ենք, Դանիելներն ենք, մենք քոնն ենք, Տեր իմ Աստված։ Ու այո, մենք խոստովանում ենք, որ շատ հարցեր ունենք, շատ բաների տեսնելու եւ շոշափելու եւ իրավիճակների մեջ լինելու կարիք ունենք, որ դու ես խոսացել։ Մենք օրհնում ենք եկեղեցին, որ Տեր իմ Աստված փրկվածների շատությունից տեղ չի ունենալու։ Մենք օրհնում ենք այս քաղաքը, երկիրը, որ մեզ տրված է ժառանգություն, մենք օրհնում ենք մեր ազգը, որ կանչված է քեզ ծառայելու որպես քահանայական ազգ։ Մենք օրհնում ենք մեր սահմանները եւ հռչակում ենք խաղաղությունդ, պաշտպանությունդ։ Մենք օրհնում ենք Տեր իմ Աստված եւ նախապես բերում ենք քո ձեռքերի մեջ մեր երկրի ապագան, ընթացքը,
եւ ասում ենք Հայաստանը օրհնության, ապահովության, փախուստի եւ հանգիստ գտնելու երկիր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։